Ողջույն, ուրախ եմ շատ, որ իմ էջում եք առաջին անգամ պոդքաստ ենք ստեղծելու միասին, մի քիչ ֆորմատին ծանոթ չեմ եւ վստահ չեմ, որ մենք ունենալու ենք այն արդյունքը, ինչը որ իրականում պոդքաստի շրջանակներում է ստեղծվում, բայց քանի որ առաջի փորձն է, եկեք միասին փորձենք հասկանալ առհասարակ ինչ է փափուկ հմտությունները։ Այս թեմայով իրականում շատ տարբեր գրառումներ եմ արել, բայց այս ֆորմատով առաջին անգամ փորձեմ խոսել։ Փափուկ հմտությունը այնպիսի մեր ներքին, որոշակի բնավորության գծեր ասեմ, որոշակի մոտեցումներ ասեմ, դրանք մեզ դարձնում են ավելի ճկուն, ավելի արդյունավետ, ավելի համարձակ եւ որքան մենք ավելի լավ ենք կարողանում տիրապետել փափուկ հմտություններին եւ այն գործիքներին, որոնք մեզ տալիս են փափուկ հմտությունների շրջանակում, այդքան մենք ավելի ճկուն ենք։ Օրինակի համար եկեք խոսենք արդյունավետ հաղորդակցում։ Եթե ես կարողանում եմ ճիշտ կազմակերպել իմ խոսակցությունը, ես գիտեմ ոնց ճիշտ հարցեր տալ, ես գիտեմ, ասենք ոնց հստակի միտքը ձևակերպել, ես ավելի արդյունավետ բանակցություններ կունենամ, Ասենք ամենապարզ բանը, գիտեք տարբերությունը բաց ու փակ հարցերի։ Բաց հարցերը մեզ միշտ հնարավորություն են տալիս, որ մենք կարողանանք պատասխանել որոշակի մեր կարծիքը արտահայտելով։ Փակ հարցի դեպքում մենք սովորաբար ասում ենք այո կամ ոչ։ Ու հաճախ շատ կարևոր է հենց հարցը այնպես ձևակերպել, որ ձեր զուգընկերը կամ զրուցակիցը, ում հետ պատրաստում եք խոսել, իր հետ օգտագործել բաց հարցերի տարբերակը։ Կա նաև այլընտրանքային հարցեր, երբ որ դուք տալիս եք երկու տարբեր հնարավորություններ եւ թույլ տալիս, որ տվյալ անձնավորությունը ընտրի կամ այս կամ այն, այսինքն թեյ թե սուրճ, իսկ մարդը հնարավոր է ջուր է ուզում, բայց ինքը ընտրում է թեյ կամ սուրճ։ Եվ այսպես շարունակում։ Սա առաջին մասը կլինի մեր պոդքասթի, հուսամ հավանեցիք այս ֆորմատը, կշարունակեմ ձեր հետ կիսվել, մնացեք էջի հետ, հետևեք, տարածեք, չգիտեմ ինչպես ընդունված է ասել, եւ ես ձեր հետ բարբերաբար կկիսվեմ տարբեր փափուկ հմտություններով։